Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 9 Եվ քո միջումը պիտի մնացորդ թողնեմ մի խոնար և աղքատ ժողովուրդ, և նրանք պիտի հուսան Տիրոջ անվանը։ Սոփոնիա 3:12 խոսք։ Քանի որ ճշմարիտ հավատքը դանդաղորեն մարում է հարուստների մեջ, այն ապաստան է գտնում այս աշխարհի աղքատների մեջ, ովքեր հարուստ են հավատքով։ Տերն այսօր էլ ունի իր հավատարիմ մնացորդը, իսկ մենք նրանց մեջ ենք։ Միգուցե հենց ճնշումն է պատճառը, որ ժողովուրդը աղքատանում և սովորում է վստահել Տիրոջ անվանը։ Նա, ով փող չունի, պետք է փորձի այն, ինչ կարող է անել վստահության համար։ Նա, ում անունն իր աչքերում անարժեք է, իմաստուն կերպով է հենվում մեկ այլ անվան վրա և բոլոր անուններից լավագույնի՝ Տիրոջ անվան վրա։ Աստված միշտ կունենա իրեն վստահող ժողովուրդ, և այդ մարդիկ կլինեն ճնշված և աղքատ։ Չնայած աշխարհը նրանց մասին քիչ է մտածում, նրանց ներկայությունը ազգի մեջ անթիվ օրհնությունների աղբյուր է նրա համար։ Ահա այն պահպանող աղը, որը զսպում է աշխարհում կրքի պատճառով տիրող ապականությունը։ Կրկին մեզ բոլորիս հարց է առաջանում. իսկ մենք նրանցից մեկն ենք։ Արդյոք մեզ անհանգստացնում է այն մեղքը, որը կա մեր մեջ և մեր շուրջը։ Արդյոք մենք աղքատ ենք հոգով, մեր իսկ գնահատմամբ հոգևորապես աղքատ։ Արդյոք վստահում ենք Տիրոջը։ Սա է գլխավորը։ Տեր Հիսուսը բացահայտում է Աստծո անունը, բնավորությունը և անձը։ Արդյոք մենք հավատում ենք նրան։ Եթե այո, ապա մենք այս աշխարհում ենք որոշակի պատճառով։ Տեր, օգնիր մեզ կատարել այդ նպատակը։